Հետաքրքիր փաստ եւ հարց Աստվածաշնչից, որ երկրում առաջին անգամ աշակերտներին քրիստոնյաներ անվանեցին։ Եկեք ընթերցենք Գործ Կառաքելոց 11-րդ գլուխ 19-ից 26-րդ խոսքերը։ Նրանք, որ ցրվել էին Ստեփանոսի քարկոծումից հետո եղած հալածանքների պատճառով, հասան մինչև Փյունիկե, Կիպրոս ու Անտիոք։ Նրանք ոչ ոքի Աստծո խոսքը չէին քարոզում, բացի հրեաներից։ Նրանցից ոմանք, որ կիպրացի եւ կյուրենացի էին, Անտիոք մտնելով դիմում էին հույներին, Տեր Հիսուսին ավետարանելով, եւ Տիրոջ ձեռքը նրանց հետ էր, եւ բազմաթիվ մարդիկ հավատացին ու դեպի Տերը դարձան։ Այս լուրը հասավ Երուսաղեմի եկեղեցու ականջին եւ ուղարկեցին Բարնաբասին, որ գնա մինչև Անտիոք։ Երբ նա եկավ ու տեսավ Աստծո շնորհը, ուրախացավ եւ բոլորին հորդորում էր, որ խոժար սրտով Տիրոջ հետ մնան, քանի որ նա բարի, Սուրբ Հոգով ու հավատով լցված մարդ էր, բազում ժողովուրդ միացավ Տիրոջը հավատացողներին։ Բարնաբասը գնաց Տարսոն Սողոսին փնտրելու, երբ նրան գտավ, բերեց Անտիոք։ Նրանք մի ամբողջ տարի հավաքվում էին եկեղեցում եւ բավականաչափ մարդկանց ուսուցանում։ Աշակերտները առաջին անգամ Անտիոքում քրիստոնյա անվանվեցին։